Խաղաղության կառուցման կրթություն։ Գիտեք, որ նույնիսկ մի պարզ դերախաղվարժանքը կարող է մեզ սովորեցնել, թե ինչպես գործ ունենալ կոնֆլիկտների հետ։ Մնացեք մեզ հետ, որովհետև հիմա բացահայտելու ենք խաղաղության կառուցման աշխարհը։ Մի ոլորտ, որ իրականում շատ ավելի հետաքրքիր է, քան կարող եք պատկերացնել։ Բարի գալուստ Փիսոն Podcast։ Ես Փիսոն եմ, եւ այսօր կխոսենք խաղաղության կառուցման կամ խաղաշինական կրթության մասին։ Մենք կքննարկենք, թե ինչպես կոնֆլիկտները ճանաչելը, վերլուծելը, արդյունավետ արձագանքելը եւ խաղաղության գաղափարն արժեվորելը կարող են նպաստել ավելի ներդաշնակ աշխարհի ձևավորմանը, հենց դպրոցական դասասենյակից սկսած։ Սկսենք կոնֆլիկտներից։ Մենք հաճախ ենք կոնֆլիկտը դիտարկում որպես բացասական երևույթ, բայց իրականում այն կարող է դրական փոփոխությունների շարժիչ ուժ լինել։ Մի պահ մտածեք, քանի անգամ է տարաձայնությունը հանգեցրել ավելի խոր ըմբռնման կամ ավելի ստեղծագործ լուծման։ Այստեղ գաղտնիքն այն է, թե ինչպես վարվել կամ գործ ունենալ կոնֆլիկտների հետ։ Գոյություն ունեն կոնֆլիկտների տարբեր տեսակներ, սկսած ներքին պայքարից մինչև խմբերի կամ նույնիսկ ազգերի միջև հակամարտություններ։ Բայց ինչ մակարդակ էլ ունենա կոնֆլիկտը, կարևոր է հասկանալ հակամարտության արմատները։ Դա շահերի բախում է, թյուրըմբռնում, թե պարզապես անարդյունավետ հաղորդակցում։ Իմ սիրելի գործիքներից մեկը կոնֆլիկտի վերլուծության համար խնդրի ծառն է։ Պատկերացրեք մի ծառ, որտեղ բունը ներկայացնում է հիմնական խնդիրը։ Ճյուղերը դրա հետևանքները, իսկ արմատները խորքային պատճառները։ Այս կերպ վերլուծելով մենք կարող ենք շատ ավելի հստակ պատկերացում կազմել, թե ինչ է իրականում կատարվում, որից ելնելով էլ կհասկանանք, թե ինչպես կարելի է դրան արձագանքել։ Բայց եկեք անդրադառնանք ամենակարևորին՝ խաղաղությանը։ Իսկ ինչ է խաղաղությունը։ Այն պարզապես պատերազմների բացակայությունը չէ։ Խաղաղությունը մի համակարգ է, որտեղ հակամարտությունները լուծվում են ոչ բռնի ճանապարհով, եւ յուրաքանչյուր մարդ իրեն հարգված ու արժևորված է զգում։ Ու գիտեք ինչ, կրթությունը այստեղ առանցքային դեր ունի։ Խաղաղության ուսումնասիրություններ գիտակարգի առաջատար Յոհան Գալթունգը տարբերակում է բացասական խաղաղություն, պատերազմի բացակայություն եւ դրական խաղաղություն, համակարգային լուծումների ստեղծում, որոնք կանխում են հակամարտությունները։ Դրական խաղաղությունը ներառում է նաև սոցիալական արդարություն, տնտեսական հավասարություն եւ առողջ միջավայր։ Իսկ ինչպես կառուցել այս խաղաղության մշակույթը։ Կրթությունը լավագույն մեկնարկային կետն է։ Երբ երիտասարդներին սովորեցնում են կոնֆլիկտների լուծման հմտություններ, հաղորդակցման ձևեր ու քննադատական մտածողություն, մենք նրանց ուժ ենք տալիս դառնալու իրենց համայնքներում ու դրանից էլ դուրս խաղաղության կառուցողներ։ Հիշում եք սկզբում նշած դերախաղվարժանքը։ Դա մի պարզ, բայց շատ ուժեղ գործիք է, երբ տարբեր երկու կողմին տրվում է առաջին հայացքից հակասական նպատակներ, ու նրանք պետք է սովորեն արդյունավետ հաղորդակցվել եւ համագործակցել, ընդհանուր հաջողության հասնելու համար։ Պատկերացրեք, երկու կողմերը կանգնում են դեմ առ դեմ, իսկ գետնին թել ենք դնում, ասելով, թե մի կողմում ձեր մեկի սահմանն է, մյուս կողմում դիմացինի, ու երկուսին էլ նույն առաջադրանքն ենք տալիս։ Անել այնպես, որ խաղի ավարտին մյուս մասնակիցը հայտնվի ձեր սահմանում։ Սա զվարճալի ու ներգրավող խաղ է թիմային աշխատանքի եւ կոնֆլիկտի մասին սովորելու համար։ Եթե հետաքրքրեց մեկնաբանությունում գրիր թել բառը, ու մենք քեզ կուղարկենք վարժանքն ամբողջությամբ։ Ավելի շատ տեղեկությունների համար այցելեք Frontline հարթակ եւ լսեք Փիսոն podcast-ների հաջորդ թողարկումները։ Ինչպես միշտ, նոր բան սովորելու հնարավորությունը հրաշալի բան է։ Ես Փիսոն եմ, կհանդիպենք հաջորդ անգամ։